Վերջին տարիներին Կովկասը դարձել է մի նոր մրցակցության ասպարեզ, որտեղ հայտնվել է խաղացող, որի անունը շատերը առաջին հերթին չեն կապում տարածաշրջանի հետ՝ Արաբական Միացյալ Էմիրությունները։ Եթե նախկինում կովկասյան քաղաքականությունը ամբողջությամբ սահմանվում էր Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի և Արևմուտքի մրցակցությամբ, ապա հիմա նրանց կողքին կամ նրանց միջև սկսում է տեղ զբաղեցնել նաև ԱՄՆ-ն, որը քայլում է առանց աղմուկի, բայց բավական թափով։ Թվում է, ինչ կարող է կապ ունենալ մի փոքր նավթային պետություն Կասպից ծովից ու Կավկասյան լեռներից այսքան հեռու, բայց եթե նայենք ավելի խորը կհասկանանք, որ ամեն ինչ լոգիկ է և որ ԱՄՆ-ի ներկայությունը տարածաշրջանում ոչ միայն պատահական չէ, այլ նաև երկարաժամկետ ծրագիր ունի։ ԱՄՆ-ը վաղուց արդեն դադարել է լինել պարզապես նավթ արտահանող երկիր։ Նրանք հասկացել են, որ նավթը հավերժ չէ և եթե ցանկանում են պահել ազդեցությունը, պետք է վերածվեն գլոբալ կապիտալի կենտրոնի։ Այդ պատճառով վերջին 20 տարիներին նրանք ստեղծել են մի հզոր ֆինանսական համակարգ, որը ներդրումներ է անում ամբողջ աշխարհում։ Նրանց հաջողության բանալին պարզ է. այնտեղ, որտեղ իրենք ներդրում են անում, մյուս բոլոր պետությունները սկսում են հաշվի նստել իրենց քաղաքականության հետ, և հենց այս նույն մեթոդը նրանք փորձում են կիրառել նաև Կովկասում։ Բայց ինչու հենց Կովկասը։ Պատասխանը սկսում է աշխարհագրությունից։ Կովկասը մի տարածաշրջան է, որտեղ հատվում են Արևմուտքի, Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի շահերը։ Սա մի տարածք է, որտեղ ցանկացած փոքր փոփոխություն կարող է մեծ հետևանքներ ունենալ։ ԱՄՆ-ը հասկանում է, որ այս վակուումային միջավայրում, որտեղ բոլորը մրցում են, բայց ոչ ոք ամբողջությամբ չի վերահսկում իրավիճակը, իրենք կարող են մտնել որպես ներդրող, որպես տնտեսական գործընկեր և արդյունքում դառնալ նաև քաղաքական ազդեցություն ունեցող կենտրոն։ Էմիրությունների համար այս տարածաշրջանը դառնում է ոչ թե նպատակ, այլ միջոց՝ ընդլայնելու իրենց ազդեցությունը դեպի Եվրոպա և Ասիա։ Առաջին երկիրը, որտեղ ԱՄՆ-ը մտավ, բավական հստակ ու տեսանելի Ադրբեջանն էր։ Սա պատահական չէր։ Ադրբեջանը ունի էներգետիկ պոտենցիալ, ունի կապեր Թուրքիայի հետ, ունի կարևոր աշխարհագրական դիրք և ամենակարևորը ունի ղեկավարություն, որը պատրաստ է աշխատել յուրաքանչյուր պետության հետ, որը կարող է փողեր բերել և քաղաքական աջակցություն տալ։ ԱՄՆ-ի Master ընկերությունը այսօր Ադրբեջանում կառուցում է տարածաշրջանի ամենամեծ վերականգնվող էներգետիկ կայաններից մեկը։ Սա միայն տնտեսական նախագիծ չէ, սա ազդեցության նախագիծ է։ Երբ մի երկիր դառնում է քո արևային կամ քամու էներգիայի կառուցողը, նա դառնում է նաև քո գործընկերը երկար տարիներով։ Վրաստանում ԱՄՆ-ի ներկայությունը ավելի հանգիստ է, բայց ոչ պակաս կարևոր։ Վրաստանը դիտարկում է որպես դարպաս դեպի Սև ծով, դեպի Եվրոպա, դեպի լոգիստիկ համակարգեր։ Էմիրությունները այստեղ ներդրում են անում անշարժ գույքում, տրանսպորտային ենթակառուցվածքներում, զբոսաշրջության ոլորտում։ Սա նույնպես երկարաժամկետ քաղաքականության մաս է։ Եթե Վրաստանը զարգանա որպես տրանսպորտային ու բեռնափոխադրման հանգույց, Էմիրությունները արդեն իսկ կունենան իր ազդեցությունը դրա ներսում։ Բայց ամենահետաքրքիր ուղղությունն հենց Հայաստանն է։ Հայաստան-Էմիրություններ հարաբերությունները երկար տարիներ եղել են համեմատաբար թույլ, բայց վերջին շրջանում Էմիրությունները սկսել են ավելի մոտիկ նայել Հայաստանին։ Պատճառը շատ պարզ է։ Հայաստան ունի աշխարհագրություն, որը Էմիրությունները դարձնում է ավելի ռազմավարական։ Հայաստանը կապում է Կովկասը Իրանի հետ, իսկ Էմիրությունները և Սաուդյան Արաբիան վերջին տարիներին փորձում են իրենց տնտեսական ներկայությունը մեծացնել Իրանի սահմանների մոտ գտնվող տարածքներում։ Հայաստանի միջոցով Էմիրությունները տեսնում են մի հնարավորություն, որը կարող է փոխել ամբողջ տարածաշրջանի լոգիստիկան, եթե հյուսիս-հարավ ճանապարհը վերջապես ավարտվի և եթե Հայաստանը դառնա Իրանի հետ կապող հիմնական երթուղիներից մեկը, Էմիրությունները կստանա մուտք դեպի եվրոպական շուկաներ, շրջանցելով Թուրքիան։ Սա կարևոր բացատրություն է, որովհետև Թուրքիան և Էմիրությունները մրցակիցներ են, անկախ նրանից, ինչքան էլ վերջին տարիներին փորձում են բարելավել հարաբերությունները։ Թուրքիան այսօր ունի ազդեցություն Ադրբեջանում, Կասպից տարածաշրջանում, Կովկասում, Կենտրոնական Ասիայում, իսկ Էմիրությունները փորձում են յուրովի հավասարակշռել Թուրքիայի ծավալվող ազդեցությունը։ Այդ պատճառով նրանք մտնում են այնտեղ, որտեղ Թուրքիան արդեն ուժեղ է՝ Ադրբեջան, Վրաստան և այնտեղ, որտեղ Թուրքիան դժվարություն ունի՝ Հայաստան։ Բայց աշխարհագրական ու քաղաքական հաշվարկներից Էմիրությունները ունի մեկ այլ նպատակ՝ դառնալ տեխնոլոգիական և ռազմավարական նոր կենտրոն այս ոլորտում։ Այստեղ Հայաստանը կարող է նրանց համար կարևոր գործընկեր լինել։ Հայաստանի IT ոլորտը, չնայած երկրի դժվարություններին, շարունակում է մնալ տարածաշրջանի ամենաուժեղներից։ Էմիրություններին հետաքրքրում են հայ ծրագրավորողները, հայ վերլուծական կենտրոնները, հայ ինժեներները։ Նրանք տեսնում են, որ այստեղ կարող են լինել բարձր տեխնոլոգիաների նախագծեր, որոնք հետագայում կմիացվեն իրենց գլոբալ ծրագրերին։ Եվ իհարկե, կա անվտանգության հարցը։ Հայաստանը կանգնած է մի իրավիճակում, որտեղ փորձում է դիվերսիֆիկացնել իր անվտանգության համակարգը, դուրս գալով միայն ռուսական կախվածությունից։
Այս բեկումնային փուլում Էմիրությունները կարող է առաջարկել ռազմական տեխնոլոգիաներ, հետախուզական համակարգեր, անօդաչուներ եւ այլ նման լուծումներ, որոնք այսօր շատ երկրներ գնում են հենց Էմիրություններից։ Սա Հայաստանի համար կարող է լինել հնարավորություն, բայց եթե ճիշտ չկառավարվի, կարող է նաեւ խնդիր դառնալ, հատկապես Իրանի հետ հարաբերությունների տեսանկյունից։ Այսպիսով, Էմիրությունների ներկայությունը Կովկասում չի պայմանավորվում միայն տնտեսական շահերով, այն ունի աշխարհագրական խորքային նպատակներ։ Էմիրությունները ցանկանում է դառնալ այն խաղացողը, որ ունի ազդեցություն միաժամանակ 3 տարածաշրջանում՝ Մերձավոր Արևելք, Կովկաս եւ Եվրոպա, եւ հենց այդ խաչմերուկում է Հայաստանը, որը կարող է դառնալ գործընկեր կամ դառնալ մրցակցության դաշտ։ Կովկասում Էմիրությունների ակտիվացումը միայն տնտեսական կամ ներդրումային պատմություն չէ, այն ունի նաև հոգեբանական բաղադրիչ։ Տարածաշրջանների երկրների համար մի նոր, չկաշկանդող գործընկեր ունենալը ցանկություն է։ Եթե Ռուսաստանը դիտվում էր որպես ավանդական ուժ, իսկ Թուրքիան որպես ներգրավված խաղացող, Էմիրությունները հայտնվեց որպես այն պետությունը, որի հետ հնարավոր է համագործակցել առանց պարտադրանքների ու մեծ քաղաքական գների։ Սա հատկապես զգացվում է Հայաստանի պարագայում, որտեղ աշխարհաքաղաքական ճնշումները վերջին տարիներին մեծացել են։ Էմիրությունները գալիս է ոչ թե պահանջներով, այլ առաջարկներով։ Նրանք առաջարկում են ներդրումներ, տեխնոլոգիաներ, կապիտալ, համագործակցություն։ Այս մոտեցումը գրավիչ է բոլոր 3 երկրների համար՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան։ Եվ հենց սա է Էմիրությունների իրական ուժը, խաղաղ ներդրումային ուժ։ Բայց այստեղ կա նաև հակառակ կողմը։ Էմիրությունների ակտիվացումը կարող է առաջացնել մրցակցություն ավելի մեծ պետությունների միջև։ Ռուսաստանը չի ցանկանում կորցնել իր ազդեցությունը տարածաշրջանում։ Թուրքիան չի ցանկանում, որ այստեղ հայտնվի նոր ուժ, իսկ Իրանը զգայուն է Էմիրություններ-Իսրայել գործընկերության պատճառով։ Եթե Էմիրությունների ներկայությունը չափազանց մեծանա, ապա այս երկրները կարող են սկսել հակազդել, երբեմն ոչ ուղիղ, բայց շատ տեսանելի ձևով։ Հայաստանի համար սա դառնում է դիվանագիտական նոր գործ։ Մեկ կողմից նոր ներդրումներ, նոր տեխնոլոգիաներ, նոր գործընկերներ, մյուս կողմից անհրաժեշտ է պահպանել հավասարակշռությունը, որպեսզի տարածաշրջանում չստեղծվի նոր լարվածություն։ Հայաստանը այսօր ունի հնարավորություն դառնալու մի միջավայր, որտեղ Էմիրությունների ներդրումները տնտեսությանը, լոգիստիկայի համակարգերին, անվտանգության տեխնոլոգիաներին կարող են շատ օգուտ տալ, բայց նույնքան կարևոր է հասկանալ, որ Հայաստանը պետք է կարողանա այս հարաբերությունները զարգացնել խոհեմ, առանց կտրուկ քայլերի։ Վերջնարդյունքում Էմիրությունների ներկայությունը Կովկասում արտացոլում է աշխարհի նոր փուլը։ Փոքր, բայց տնտեսական հսկա երկիրը այսօր կարող է ձևավորել միջազգային գործընթացները ոչ պակաս, քան տարածքային մեծ պետությունները, եւ Էմիրությունները հենց այդպիսի օրինակ է։ Դուբայից եւ Աբու Դաբիից սկսվող կապիտալը այսօր հասնում է Աֆրիկա, Ասիա, Եվրոպա եւ հիմա Կովկաս։ Կարելի է ասել, Կովկասը դարձել է հերթական հանգույցը այն գլոբալ ցնցման, որը Էմիրությունները կառուցում է, եւ այստեղ հաղթում է ոչ թե այն պետությունը, որ ունի մեծ բանական, մեծ տարածք, այլ այն, որը կարողանում է կապել հաշվարկներ, հիմնվել ենթակառուցվածքների, ստեղծել նոր հնարավորություններ։ Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի համար սա կարող է դառնալ եւ հնարավորություն, եւ փորձություն։ Հնարավորություն ստանալու նոր ներդրումներ, զարգացնել տնտեսությունը, գտնել նոր գործընկերներ, փորձություն, պահպանելու հավասարակշռված արտաքին քաղաքականությունը եւ չտրվել մեծ պետությունների մրցակցության հոսանքին։ Ամփոփելով, Էմիրությունների ակտիվությունը Կովկասում պայմանավորված է 3 գլխավոր շարժառիթով՝ երկարաժամկետ ներդրումային ռազմավարություն, լոգիստիկ ու էներգետիկ նոր քարտեզների ձևավորում եւ տարածաշրջանային հավասարակշռության մեջ նոր դեր ստանձնելու քաղաքական փորձ։ Այս գործընթացը դեռ նոր է սկսվում եւ գալիք տարիները ցույց կտան, որքան խորն է լինելու Էմիրությունների ազդեցությունը տարածաշրջանում, բայց մեկ բան արդեն պարզ է՝ Կովկասը դարձել է մաս այն մեծ խաղի, որտեղ Էմիրությունները մտնում են ոչ թե ուժով, այլ կապիտալով, եւ այդպիսի ներգրավումը ճիշտ կառավարելու դեպքում կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև տարածաշրջանի ամբողջ ռազմավարական ապագան։